գործը հարուցվել է որպեսզի պարզվի ով կամ ովքեր են այդ տեսանյութը տարածել, խախտել մարդու ընտանեկան Այո, ովքեր են խախտել ընտանեկան ներողություն, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի այդ արգելքը, ովքեր են խախտել այս միջոցով։ Մենք պնդում ենք, որ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի խախտում տեղի չի ունեցել, որովհետեւ այդ իրադարձությունները չեն եղել։ Դրանք չկան իրականության մեջ, դրանք կեղծ են։ Քննչականը չպետք է քննի բարձրացնել, թե ամեն դեպքում ովքեր են փորձել մարդու բարի համբավը արատավորել, տարածելով նման տեսանյութ։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանի իր ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես ուժով չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Ես տեղեկություն չունեմ, եթե լիներ, կարծում եմ իրենք հայտարարեն։ Անվավարան հստակեցման նպատակով քննչական կոմիտեի փորձագետն է եղել, փորձագիտական եզրակացություն տվող, թե արտապատվիրակվել է ծառայություն։ Պարզ չի, պարզ ասեմ, պարզ չի, չգիտենք ում ասել։ Անուն ազգանուն ունենք, բայց ոչ գիտենք որտեղ ինչ կրթություն ունի, որտեղ աշխատում, որևէ տվյալ չկա, մինչդեռ սովորական իրական փորձաքննություններում այդ բոլոր տվյալները պետք է լինեին։ Իհարկե անուն ազգանուն։ Ինչ է պատրաստվում անել հաջորդիվ, եւ ասում դատավարական երաշխիքներով չի ձեռքբերել եւ այլացիկ չեք պատրաստվում բացել գործին, բայց հաջորդի ձեր քայլերը որոնք են դրել, եթե ստանանք եւս 10 փորձաքննության եզրակացություն, ինչ եք անում։ Այս առումով, տեսագրության առումով, մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից նույնիսկ համարում եմ փակված այս թեման, մասնավորապես տեսագրության մասով։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Մենք հաստատեցինք Արշակ Սրբազանի պնդումը, որ այդ տեսագրությունում ինքը գոյություն չունի։ Մնացածը արդեն ասել ենք սկզբից ցուցմունքով, հիմա էլ ասեցի հայտարարությամբ, դա արդեն քննչական կոմիտեի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին, բացահայտի դրա նպատակները եւ վերջնական գնահատական տա։ Այս իմաստով չգիտեմ, վստահ չեմ որ կբացահայտի։ Կբացահայտի, կասեն կեցեք, բայց չգիտեմ։ Իրեն շահագրգռվածությանը հետևելով կարող են վստահ պնդել, որ չէ, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ իրականացնի քննություն, ինքը ամեն անգամ հայտարարում է, որ արդեն հաստատվել է եւ պարզ է, չէ, որ եթե իրենք պնդում են, որ արդեն հաստատվել է, որ այդ անձը Արշակ Սրբազանն է, ուրեմն այն ուղղությամբ բացարձակ գործողություն չեն արել։ Շահագրգռված, որ անդադ ասի, որ կա մի եզրակացություն, որը ասել է, որ նա է եւ ուղղությունը տանում են միայն անձնական կյանքի իրավունքի։ Ես կարծում եմ շատ պարզ քաղաքական դրդապատճառները, որովհետեւ այս քրեական վարույթները այդ թվում եւ հիմա այն քրեական վարույթը, որով այս պահին կալանքում է գտնվում Արշակ Սրբազանը, արդարադատության եւ քրեական իրավունքի հետ որևէ աղեր սառնչություն չունեն։ Սա նպատակը Արշակ Սրբազանին վնասելն է, վարկապեկելն է, անազատության մեջ պահելն է, ինչ իրականացնում է։